Բարև թարմացված նորություններով եթերում հորիզոնն է, դեկտեմբերի 25-ն է 5շաբթի։ Տեղի ունեցել կառավարության այս տարվա վերջին նիստը։ Որոշումներ են կայացվել առողջության, համընդհանուր ապահովագրության, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարների, ինչպես նաև Արցախից տեղահանված որոշ ընտանիքների համար բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման մասին։ Հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի, օրենքն արդեն ստորագրվել եւ հրապարակվել է, իսկ կառավարության որոշումներով սահմանվում են բժշկական կենտրոնների եւ դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաեւ ապահովագրության շրջանակում նրանց կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման կարգերը։ Հաստատվում է նաեւ առողջության ապահովագրության հիմնադրամի ստեղծումը, որը կգործի առաջիկա 2 օրերի ընթացքում։ Նաև ուրեմն սահմանում ենք դեղորայքի ցանկերը, ինչից են կարողանալու մեր քաղաքացիները օգտվել, եւ նշեմ, որ թե ծառայությունների ցանկերը եւ թե դեղորայքի ցանկերը հրապարակված են, ուզում եմ ասել, որ Արմեդ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով, եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք, դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Ավանեսյանը եւս մեկ անգամ ներկայացրեց այն խմբերը, որոնք առաջին փուլով ընդգրկվելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Այդ խմբերն են մինչև 18 եւ 65+ տարեկանները, 200,000 դրամից ավել ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները։ Ընդհանուր առմամբ խոսքը 1,600,000 մարդու մասին է։ Վարչապետը հիշեցրեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելու ցանկություն կար դեռևս 2024 թվականին։ Այդ ժամանակ քննարկել են ու հասկացել, որ պատրաստ չեն։ Հետո սակայն եկել են եզրակացության, որ պատրաստության սահմանած նշաձողին միանգամից գուցե այդպես էլ չհասնեն։ Տենց բան կա։ Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 S Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասենք բանալ հրել չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Զապարոժից գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարա տեն չի լինում, որ միանգամից ասենք այդ կետից սկսել։ Իդեալի մղումից պետք է հրաժարվել, որովհետև անընդհատ այդ մղումը տանում է փակուղի, սա ընդգծելով վարչապետը դիմեց հանրությանը։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Սա առողջապահության համակարգի սև ուրբաթ չէ, որ հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, որ հետո չի լինելու, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ընդգծելով, սա լինելու է միշտ, հետևաբար ոչ թե պետք է առողջապահական համակարգի վրա գրոհ ձեռնարկել, այլ անհրաժեշտ է գրոհել առողջ ապրելակերպը։ Ապրելակերպին էր վերաբերում նաև հաջորդ նախագիծը։ Առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն քաղաքացիներին, որոնք այս պահին իրավասու են ստանալ բնակարանային հավաստագրեր, սակայն իրենց ընտանեկան կամ սոցիալական կարգավիճակից ելնելով չեն կարողանում դրանք իրացնել։ Խոսքը հիմնականում փոքրաթիվ 1-ից 3 անդամ ունեցող ընտանիքների մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը կամ ծանր աստիճան կամ բարձր տարիքի են։ Այլընտրանքը կայանում է հետևյալում, որ եթե նրանք բավարարում են այնուամենայնիվ այն բոլոր պայմաններին, որոնք որ թույլ էին տալիս նրանց օգտվել հավաստագրից, դա հիմնականում քաղաքացիության պահանջն է մեր,
բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, ասենք մի հոգանոց ընտանիք է կամ երկու հոգանոց եւ նույնիսկ այն իրենց ամենաբարձր թվով գումարով հավաստագիրը չեն կարողանալու իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով 10 տարի ժամանակով։ Ըստ Արսեն Թորոսյանի ծրագրի տրամաբանությունն այն է, որ այս խմբերի քաղաքացիները որպես կանոն չեն կարողանում աշխատել եւ հավելյալ միջոցներ գեներացնել, օրինակ հիփոթեկային պարտավորություններ ստանձնելու համար։ Նախարարի խոսքով այդ 10 տարիների ընթացքում, եթե շահառուի բնակության վայրին կամ կենսական շահերին մոտ տարածքում հնարավոր լինի տրամադրել սոցիալական բնակարան, այն կառաջարկվի տվյալ ընտանիքին, որպես ավելի կայուն բնակության տարբերակ։ Առաջարկից հրաժարվելու դեպքում շահառուն կզրկվի վարձավճարի փոխհատուցման ծրագրից, իսկ համաձայնելու դեպքում կշարունակի օգտվել սոցիալական բնակարանային ֆոնդից։ Մեկ այլ որոշմամբ էլ հաջորդ տարվանից արկա քարտով գնումներ կատարողները կստանան 2% հետվճար, որը կվճարվի 2026 թվականի փետրվարից սկսած։ Արդեն նիստի վերջում վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին, որը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 8,3%։ Նրա խոսքով կառավարության ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6% կկազմի։ Նաև ուզում եմ արձանագրել, որ մենք նոյեմբերի արդյունքներով գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք եւ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814,818 գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 275,465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը, ես ինչի եմ 2017 թվականի նոյեմբերի հետ համեմատում, որովհետև հեղափոխությանը նախորդած, այսինքն առաջի նոյեմբերի հետ եմ համեմատում։ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատավարձի ցուցանիշներին, նշելով, որ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327,155 դրամ։ Դա 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 158,421 դրամով կամ շուրջ 93%-ով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50%-ով։ Կառավարության տարվա վերջին նիստը վարչապետը եզրափակեց վստահությամբ, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կկատարվի։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, սկսվել է պայմանագրի լուծարման գործընթաց շինարարի չինական ընկերության հետ։ Պատճառը պայմանագրային ժամկետների չեղումներով կառուցումն է, մինչև 2026 թվականի Գարուն ջրածոր գյուղի տեղափոխման նոր տարածքում գյուղի կառուցման աշխատանքների ժամկետները ևս խախտվել են։ Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 20.7 միլիոն եվրո էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Առաջին փուլով նախատեսված էր, որ ջրամբարը 25 միլիոն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլով տարողությունը պետք է հասնի 60 միլիոն խորանարդ մետրի։ Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ հետաքրքիր եւ կարեւոր հանգամանքի վրա, որ տվյալ դեպքում էլ մրցույթային ընթացակարգերը իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Բայց այդ ոստը չի կատարվել։ Չի կատարվել, այո, չի կատարվել, որովհետեւ նաեւ կապալառու ընկերությունը, ով մրցույթում հաղթել է,
ինքը իր խոստումը չի կատարել, այսինքն իմ խոստումը այսպես թե այնպես կկատարվի, իսկ իրենց խոստումը չի կատարվի։ Իմ խոստումը այսպես թե այնպես կկատարվի։ Այսինքն մենք ունենանք կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը եւ ելի ուրիշ ջրամբարներ, հիմա դրանք էլ մեծ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է ընթացից կառավարենք։ Ես նաեւ սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Սխալներով, բացթողումներով ենք եւ բոլորը սովորում եւ խնդիրն է նա, որ մենք պետք է ի վերջո դարձնենք ջրամբար կառուցելը սովորական բան։ Այդ ամեն ինչի ինչից է, որովհետեւ այդ ինչ որ նկարագրեցի կարտառոց է մեր իրականության մեջ։ Պետք է դառնա սովորական, որպեսզի մենք նման իրավիճակներ չունենանք եւ կդառնա։ Գյումրիի քաղաքային աղբավայրն էլի այրվում է։ Առավոտյան կամ երեկոյան ժամերին ծխի հաշշերթը եւ գարշահատությունը տարածում է խիտ բնակեցված Մուշ եւ բուլվարային թաղամասերում, տարածքում, որտեղ քաղաքի ամբողջ աղբն է կուտակվում, միտումնավոր թե ինքնայրում է տեղի ունենում։ Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը բացառում է մարդկային գործոնը, քանի որ վստահեցնում են վերահսկողությունն ամենօրյա է, աշխատակիցները պարբերաբար հարթեցնում են, հողածածկումներ են անում, բայց դա ժամանակավոր լուծում է խնդիրին։ Կենցաղային աղբից ու կոշտ կուտակվող գազերն են նպաստում ինքնայրմանը։ Այս խնդիրը պատասխանատուների հիմնովին լուծում կարող է ստանալ միայն աղբավայրը այլ տարածք տեղափոխելու դեպքում։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված $80,000 գումար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող կազմակերպության կարիքների համար ծառայող զանգերի կենտրոնում, ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ $80,000 ԱՄՆ գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսենջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ եւ անձնական տվյալներ։ Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ եւ փոխանցումների մանրամասներ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հանցավոր կազմակերպության ղեկավարների եւ անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմ սկսվեր, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով Թրամփի վարչակազմի նվաճումները։ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ամբողջ աշխարհում 24-ժամյա զինադադար հայտարարելու կոչ է արել Հռոմի Պապ Լևոն 14-րդը, հիմնականում նկատի ունենալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը։ Միջազգային կարևոր լուրերը տեսաշահ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփելով 2026 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները թվարկել է այն հակամարտությունները, որոնք լուծվել են նահանգների միջնորդությամբ։ Դրանց թվում նա հիշատակել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, ընդգծելով, որ կարող էր պատերազմ սկսվել սարսափելի հետևանքներով։ Այս ընթացքում հաջողվել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչև 5%-ի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմանների։ Միացյալ Նահանգների նախագահը կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ, լավագույնը դեռ առջևում է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու 20 կետանոց խաղաղության ծրագիրը, որը քննարկում են բանակցող կողմերը։ Փաստաթղթում կան չլուծված հարցեր Զապորոժիեի ատոմակայանի եւ Դոնեցկի մարզի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Որպես փոխզիջում ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասում ստեղծել ազատ տնտեսական գոտի, սակայն Ուկրաինան կարող է դա ընդունել միայն հանրաքվեի միջոցով, որը կազմակերպելու համար Կիևին անհրաժեշտ է 60 օր, եթե լինի իրական հրադադար։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին, այս մասին սոցցանցերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարից սկսած Փարիզում մենք կշարունակենք այս աշխատանքը Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, ինչը անհրաժեշտ պայման է երկարատև եւ կայուն խաղաղության համար։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն արդեն հաղորդել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին Մայամիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին, ըստ որի Մոսկվան կձևակերպի իր դիրքորոշումը եւ առաջիկայում կշարունակի Վաշինգտոնի հետ շփումները։ Դեկտեմբերի 24-ի գիշերը Մոսկվայի հարավում տեղի ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 2 ոստիկան։ Ուկրաինական ռազմական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ 2 զոհերը մասնակցել են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։ Նրանք պնդում են, որ կան ապացույցներ ուկրաինացի ռազմագերիների խոշտանգումներին իրենց մասնակցության մասին։ Իսկ 3 պայթյուն է տեղի ունեցել այն կայանատեղիի մոտ, որտեղ դեկտեմբերի 22-ին իր մեքենայում պայթեցվել էր գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Գազայում 3000-ավոր մարդիկ հավաքվել էին Բեթխեհեմի մսուրի հրապարակում։ Անցած 2 տարիներին այդ միջոցառումը տեղի չէր ունենում պատերազմի պատճառով։ Մանգերի հրապարակում կրկին տեղադրվել է հսկայական Սուրբ Ծննդյան եղևնին, փոխարինելով պատերազմական ժամանակաշրջանի մանուկ Հիսուսի ծննդյան տեսարանին, որը շրջապատված էր ավերակներով եւ փշալարերով՝ ի հիշատակ Գազայի բնակիչների տառապանքների։ Ռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Պիեր Բատիստա Պիցաբալան այս տարվա տոնակատարությունները սկսել է Երուսաղեմից Բեթխեհեմ տանող ավանդական երթով։ Մենք բոլորս միասին որոշեցինք լինել լույսը եւ Բեթխեհեմի լույսը աշխարհի լույսն է, ասել է նա հրապարակում հավաքված հազարավոր քրիստոնյաներին եւ մահմեդականներին։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Լևոն 14-րդը կոչ էր արել Սուրբ Ծննդյան տոներին դադարեցնել բոլոր հակամարտությունները, այդ թվում Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Հռոմի Պապը 3 կրկին հայտարարել է, որ ըստ երևույթին Ռուսաստանը մերժել է Սուրբ Ծննդյան զինադադարի մասին իր խնդրանքը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են եւ այս օրերին դա իրեն իսկապես տխրեցնող բաներից մեկն է։ Ես կրկին կոչ եմ անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց նշել խաղաղության օրը, գոնե Փրկչի Ծննդյան տոնին։ Թող մեր կոչը լսելի լինի եւ թող 24 ժամ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, կրկին հորդորել է Հռոմի Պապը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հայաստանի ամենաշատ քննադատված տոնածառի լույսերը 3 վառվեցին հանդիսավորությամբ։ Այս օրերին հետաքրքրության առանցք դարձած 28 մետր բարձրության Գյումրիի գլխավոր տոնական ծառը նորոգված հին է։ Ճյուղերը բնական։ Մոտ 20 տարի ամանորները Գյումրիում այդ տոնածառով են դիմավորել, փոփոխելով լույսերն ու զարդարանքները։ Գալիք 2026 թվականի քաղաքի գլխավոր տոնածառի վերանորոգման, մոնտաժման, լուսային ու այլ էֆեկտների տոնական միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ։ Մանուկների անկեղծ խնդրանքն ու մեծերի քննադատ հայացքները հրապարակում կենտրոնացել էին մի կետի, թե խոստացած անակնկալ է սյուրպրիզ տոնածառը ինչ լույսերով ու տեսքով է կանգնելու նրանց առջև։ Մոռացված հինը լավագույն նոր դարձրած Գյումրիի գլխավոր տոնածառը տեսնելու համար շատ մարդ էր հավաքվել։ Միայն գյումրեցիները չէին, իրենց համայնքներում տոնածառի լույսերը օրեր առաջ վառելուց հետո հիմա էլ եկել էին Սիրուն քաղաքի տոնական երեկոյին մասնակցելու։ Բնական եղևնիներով հավաքված ծառի լույսերից առաջ հրապարակի զարդարանքի ու դեկորների տոնական փայլով ու շնչով հիացողներ եղան։ Շքնաղ է, ամեն ինչ հրաշալի է կազմակերպված, կարևորը տրամադրությունը լինի տեղը։ Ես շատ եմ սիրում մեր քաղաքը, ընդհանրապես շատ եմ սիրում, միշտ գալիս եմ միջոցառումներին։ Շատ սիրուն տոնածառը։ Լավ ու վատ երանգներով ամենաշատ քննարկված քաղաքական անունը ստացած տոնածառը, որ ավանդ են թողել դեռ 20 տարի առաջ, նորոգել են, թեև դրանից թեքը ուղիղ չէր դարձել։ Բայց իր բնական ճյուղերով ու 28 մետր բարձրությամբ լցրել էր հրապարակը։ Շատ երկար տևեց տոնածառի հավաքումը։ Ուշացած, թե ամեն տարվա պես այս օրերին լույսերը վառելու արարողության պահը եկավ։ Մի քանի րոպեից
կվարվեն ամանորյա տոնածառի լույսերը եւ մեր քաղաքը կլցվի տոնական շնչով։ Սակայն այս լույսերը պարզապես զարդարանք չեն, դրանք մեր միասնականության նշանն են, մեր տոկունության վկայությունը եւ մեր հավատքը վաղվա օրվա հանդեպ։ Իսկ կախարդական բանալին մանուկների ձեռքում էր, բոլորով մոտեցան լույսերի գաղտնիքը պահած հրաշք տուփին ու միասին սկսեցին հավաքվածների հետ հեթաշվարկը։ 3, 2, 1, պտտեք կախարդական բանալին։ Թող այս հրաշքը մեր ժողովրդին բերի, մեր երկրին ու ազգին, մեր հողին խաղաղություն բերի, սիրենք միմյանց եւ լինենք միասնական։ Հավատացեք, միասնականությունը բերում է հաղթանակ։ Գյումրիս Լենինագանս լրիվ շնչում է, ազատ ապրում է, ուրախությունը սեփական աչքերով տեսնել ուզեցա։ Մի քիչ ավելին էի սպասում, բայց նորմալ էր, լավ էր։ Ճաշակին ընկեր գտնելը դժվար է, բայց գլխավոր տոնական ծառի միտեղ փաթիլների գույնը, միտեղ էլ լուսային էֆեկտներն ու գագաթի կարմիր աստղը դիզայներական նոր մոտեցում համարեցին միջոցառման մասնակիցների մի մասը։ Բայց շուկն ու տեսքը ամբողջ հրապարակի եւ 28 մետրանոց տոնածառի շուրջ բոլորը փայլեցնում է իրենց ձևով ու ճաշակի մեջ զարդարանքը, կատարված բարեգործական ջանքերով։ Քաղաքապետարան այս ամբողջ փողոցը մնացած արտադրանքները մեր այսպես ասած ճաշակն է մեր ձևով են կարել։ Քաղաքի բուն կենտրոնը, քաղաքապետարանի շենքն ու շրջակայքը, հրապարակը իր բոլոր անկյուններով, Աբովյան ճամափողոցը զարդարանքի իրենց ձևով առանձնանում են, նորն են ու տրամադրող։ Մյուս թաղամասերի տոնական տեսքն ու զարդարանքը նախորդ տարիներից չմոռացվող է, թեև հնացող։ Միայն մուշ թաղամասի հրապարակն է նոր տեսքով։ Անցած տարվա կառավարության նվեր 15 մետր բարձրության տոնածառը շքեղ տեսք է տվել քաղաքի կենտրոնից հեռու թաղամասի հրապարակին։ Սա ևս համարում են ապակենտրոնացում, ուշադրություն մյուս թաղամասերին։ Մուշ թաղամասը, անի թաղամասը, կայարանը, տոնական միջոցառումներ այնտեղ ևս այս ընթացքում կլինեն, հաջորդաբար բոլոր տոնական օրերին սա մեկնարկն է։ Այս ամբողջի մեջ տոնական ու հյուրընկալ քաղաքի տեսքի համար ջանքերի ու աշխատանքի մեծ բաժինը մասնավոր հատվածինն է։ Սպասարկման ոլորտի ընկերությունները գույներ ու զարդարանքներ են հաղորդել Գյումրիին, միջավայրը դարձրել ավելի գրավիչ։ Գլխավոր տոնածառի լույսերի վարման արարողության երեկոն երկու երաժշտությամբ, հրավառությամբ շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Հասմիկ Թումասյան, Արարած Ծատուրյան, Հորիզոն։ Հայժամի լրահոսում այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։